Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, հարգելի հայեր, բավականին ծանր օրեր են հիմա հայերի համար, Հայաստանի համար, մենք բոլորս գիտակցում ենք քիչ թե շատ, ինչի մենք հայտնեցանք այդպիսի վիճակում։ Ամենակարևորը հասկանալ, ինչ մենք կարանք անենք, որ դուրս գանք այդպիսի իրավիճակից։ Ամեն մի մեծ խնդիրը միշտ իր մեջ ունի և հնարավորություններ, որոնք թույլ կտան դուրս գալ այդպիսի իրավիճակից։ Ինչ անհրաժեշտ է անել և ոնց պետք է մտածել, կարևոր է գործել։ Մեր հիմիկվանը և մեր ապագան, նկատի ունեմ ամբողջությամբ հայ ազգը։ Այսօր իրավիճակը հետևյալն է. Ռուսաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ փորձում է ոչնչացնել Հայաստանի պետականությունը։ Այդ փորձը լինելու է Հայաստանի համար ամենամեծ և գլխավոր քննություն իր պետականության մեջ, և այդ քննությունը Հայաստանը հանձնելու է ունենալով մոտ 3, բայց հնարավոր է և 2.5 միլիոն բնակչություն, կառավարություն, որի նպատակները և նախագծերը երևի թե չեն համապատասխանում այսօրվա իրավիճակին, իսկ եթե համապատասխանում են, մենք կտենանք ապագա ամիսների ժամանակ, որ հիմիկվա իշխանությունը շատ էֆեկտիվ էր գործում և հասավ իր նպատակներին, պահպանել հայկական անկախությունը և հիմիկվա Հայաստանի Հանրապետությունը։ Մեծ գաղտնիք չէ, որ Ադրբեջանը ամեն օր պատրաստվում է նոր հարձակման։ Այդ պատրաստակամությունը Ադրբեջանին հույս կտա Ռուսաստանի նկատմամբ հագել իր պարտքերը Արցախը հանձնելուց։ Բոլորս գիտենք և ես շատ անդրադարձել եմ այդ հարցերին, որ առանց Ռուսաստանի օգնությամբ Ադրբեջանը ընդհանրապես չուներ ոչ մի հնարավորություն իրականացնելու Արցախի գրավումը և հասնել Հայաստանը այսօրվա իրավիճակին։ Հայաստանը պիտի իր պարտքը մուծի հարձակման և բացելու Ռուսաստանի համար ճանապարհ, միջանցք դեպի Թուրքիա, որ Ռուսաստանը ունենա ապահով ճանապարհ ստանալու զենքեր, զինամթերք և տեխնոլոգիաներ։ Ինչ Հայաստանը կարա անի այդ վիճակում։ Խոսելով Հայաստանի մասին, ես հիմնականում նկատի ունեմ հայ ազգը։ Ես չեմ ուզում անդրադառնամ հիմա կառավարության քայլերին կամ նախապատրաստման ինչ-որ գործունեություններին, բայց ես ուզում եմ ասեմ հետևյալը. հայ ազգի համար ամենակարևորը պահպանվել հիմիկվա աշխարհում, պահպանվել, զինվել, և ես նկատի ունեմ ոչ թե մենակ Հայաստանը, ես նկատի ունեմ ամբողջ աշխարհը, որտեղ կան հայկական համայնքները, իսկ հայկական համայնքները կան համարյա աշխարհի 80% երկրներում, փոքր թե մեծ, և պատրաստի ելնել
վերականգնել իսկական հզոր հայկական պետականություն։ Ուրիշ նպատակ եւ ուրիշ հնարավորություն հայերի մոտ չի ելնել, բայց միշտ պատրաստ լինել օրինակ վերցնելով մեր նախնիներից, օրինակ վերցնելով այն ազգերից, որոնք երկար ժամանակ չեն ունեցել պետականություն, բայց պատրաստվել են այդ պետականությունը ստեղծելու համար։ Ինչքան էլ մենք շատ օրինակ ենք բերում հրեա ժողովրդի եւ ասում ենք, որ չպետք է օրինակ վերցնենք, ես նկատի չունեմ, որ պիտի նմանվենք հրեաներին, բայց պիտի ուսումնասիրենք իրենց ճանապարհը եւ ոնց իրանք հասել են հիմիկվա իրավիճակին, երբ լինելով պետություն, կրոնական պետություն, որը չի ընդունում քրիստոնեությունը, հանդիսանում են քրիստոնեության հիմնական դաշնակից։ Ցինիկ իմաստով օգտագործելով ամբողջ նեոքրիստոնեական աշխարհը, հրեաները որպես կրոնական խումբ ատում են քրիստոնեությունը որպես կրոն։ Ինչ դուք շատ եք տենում նայելով վիդեոներ Երուսաղեմից եւ նայելով եւ անալիզի ենթարկելով Հրեաստանի քայլերը, երբ Իսրայելը օգնություն է տրամադրում Ադրբեջանին, զինվորական եւ ոչ միայն Ադրբեջանին, ես նկատի ունեմ նաեւ դարավոր հարաբերություններ Օսմանյան կառսության եւ հրեական շրջանակների միջև։ Ու ամեն ինչ որ հիմա է կատարվում, միայն այդ հարաբերությունների շարունակությունն, ոչ մի նոր բան չի ստեղծվել, եւ պետք չի սպասել հայերին ոչ մեկից օգնություն։ Օգնությունը հատկացնում են այն դեպքում, երբ կան շահեր։ Եվ այս ելույթի մեջ ես ուզում եմ դիմեմ հայ երիտասարդներին եւ բոլոր հայերին, ոչ թե միայն երիտասարդներին, բայց հիմնական հույսը եւ պատասխանատվությունը հիմա ապագայի համար հայ երիտասարդների վրա է։ Դուք պիտի պահպանեք հայ հոգին, պիտի սովորեք հարգեք եւ սիրեք իրար, պիտի սովորեք միանաք, ստեղծեք միություններ։ Շատ եմ խոսացել դրա մասին։ Նույն հրեաները 2000 տարի գոյատևել են իրանց հայրենիքի դուրս, նաեւ վերափոխվելով, նաեւ դառնալով ուրիշ ազգ, եթե մենք վերցնենք իրանց արյունը եւ ձեզ ասեմ, որ պարզ է, որ հիմիկվա հրեաները եւ այն հրեաները, որոնք դուրս են եկել 2000 տարի Իսրայելից, դա տարբեր ազգեր են, էթնիկ սկզբունքներից եւ արյան սկզբունքներից, բայց իրանք պահպանել են հրեական հոգի։ Իրանք ստեղծել են գործոններ, որոնք պահպանել են իրանց 2000 տարի։ Նույնը պիտի անեք դուք։ Շատ հեշտ պատասխան կա ոնց դա անել։ Մեր նախնիները Հայաստանից դուրս հաջողությունների են հասել, ունենալով հզոր նավատորմ, ունենալով զորքեր, ունենալով ֆինանսական հզորություն Հայաստանից դուրս եւ Եվրոպայում, Արևելյան եւ Արևմտյան եւ Կենտրոնական Ասիայում եւ Հեռավոր Ասիայում, ստեղծելով եւ ունենալով անկառություններ։ Այդ անկառությունները ունեցել են բաժանում։ Բաժանվել են զինվորական անկառությունների, որտեղ հավաքվել են այն երիտասարդները, որոնք միշտ պատրաստ են եղել պաշտպանել հայ ազգի